Ընտրություններին մի քանի օր է մնացել եւ դու ել ուզում ես անպայման ճիշտ որոշում կայացնել եւ ձայնդ հանկարծ չտալ անարժանին։ Եվ քանի որ հիմա թե բանավեճերի, թե հարցազրույցների ժամանակ գիտակցված միտքը խեղդվում է հայհոյանքների եւ ամբովանդակ ինչ-որ աղմուկի մեջ, Մարտական եղբայրություն միաբանությունը կազմել է հարցաշար եւ այդ հարցաշարով հյուր ենք գնում քաղաքական այն ուժերին, որ համաձայնել են պատասխանել մեր հարցերին։ Գնացինք։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Տեղեկացնեմ մեզ լսողներին եւ դիտողներին, որ մենք հերթական անգամ այցելել ենք ընտրությունների մասնակցող ուժերից Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի գրասենյակ, որը որ ներկայացնում է Դեմոկրատիա, օրենք կարգապահություն կուսակցության առաջի համարը եւ падգամավորի տեխնացու, ինչպես նաեւ փաստաբան, իրավապաշտպան։ Պարոն Բաղդասարյան, քանի որ այս ընթացքում առհասարակ քարոզարշավին հետևելով մենք տեսնում ենք, որ ավելի շատ մեկը մյուսին վիրավորում է, իսկ բուն ասելիքը լարեցվում է, այսինքն աղմուկի մեջ կորում է, մենք ցանկացել ենք մի նախաձեռնություն կազմակերպել, որպես քաղաքական ուժ, որին չեն թույլատրել մասնակցել ընտրություններին, առհասարակ չեն թվացել պետրեգիստրում ստանալ գրանցում որպես կուսակցություն։ Մենք փորձում ենք որոշակի բովանդակություն տալ ու Հայաստանի Հանրապետության համար առավել կարևոր քաղաքական հարցերի շուրջ ցանկանում ենք ստանալ քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Սկսենք հարցերը։ Առաջի հարցը. ինչպիսին է ձեր գնահատականը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ու օրինակ, եթե Դեմոկրատիա, օրենք կարգապահություն կուսակցությունը ստանա ձայների մեծամասնություն կամ մաս դառնա կոալիցիոն կառավարության, օրինակ, ինչ եք անելու, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունը հետ եք կանչվելու, թողնելու եք մնա եւ փորձելու եք նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ շարունակել բանակցությունները։ Շատ լավ, մեկ անգամ ես շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ ես նաև կուսակցության նախընտրական շտաբի պետն եմ, նաև արդյունքը բաց թողնելով արձանագրեմ, որ դոկ կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Վարդան Ղուկասյանն է։ Կարծում եմ Վարդան Ղուկասյանին ներկայացնելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է ձեր կուսակցության չգրանցելու հետ կապված, որպես իրավապաշտպան պատրաստական կլինեմ ընտրություններից հետո եթե ցանկություն կունենաք վերանայվելու կուսակցության գրանցման հետ կապված սիրով պատրաստակամություն եմ հայտնում նայելու, ինչի՞ չէ օրենքով սահմանված կարգով կրկին ներկայացնելու, ինչ օրենսդիրը դրա թույլտվությունը տալիս է։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, նայեք նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը ոչ թե խաղաղության փաստաթուղթ էր, այլ պարտության։ Դա իմ իրավապաշտպանից կարծիքն է։ Դա անպատասխանատվության պետական ողնաշարի կոտրման փաստաթուղթ էր։ Դա իմ կարծիքն է, մեր կուսակցությունը կիսում է այդ կարծիքը։ Այն ստորագրվեց այն ժամանակ, երբ ժողովուրդը ճշմարտությունը չէր իմացել, իսկ պետությունը բերվել էր ծնկի։ Դա ինձ համար հանրայտ փաստ է։ Այդ փաստաթղթի քաղաքական, իրավական, ռազմական հետևանքների համար պատասխան պետք է տան բոլոր նրանք, ովքեր երկիր հասցրեցին այդ օրվան։ Որպես նաև դոկ կուսակցության падգամավորի տեխնացու իշխանության գալուց հետո դա լինելու մեր գլխավոր խնդիրներից մեկը։ Ինչև տվյալ հարցի օբյեկտիվ գնահատականը չես տալիս, չես կարող շարունակել այլ գործողությունների կատարումը, սա իր պատասխանն է։ Դուրս եք գալու, հա, Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունը հետ եք կանչվելու։ Այդ հարցի պատասխանը կտրվի, երբ իշխանություն լինելուց հետո փորձագիտական լավ վերլուծություն կարվի։ Բուն նյութ է, ես ասեցի, որ դրա իրավական, բարոյական, քաղաքական պատասխանը պետք է տրվի, միանշանակ։ Հաջորդ հարցը, ինչպիսին է ձեր վերաբերմունքը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հայտարարությանը երկկողմի միջոցով, շատերի մոտ կարծիք կա, որ դա եռակողմ է, բայց ԱՄՆ նախագահը այդտեղ ունի ուղղակի վկայի կարգավիճակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված երկու փաստաթղթերն, այսինքն առաջինը թրիփ կոչված նախագծին, որը որ ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչոտոտ ճանապարհ տրամադրել ադրբեջանական կողմին, որպեսզի Ադրբեջանից մինչև Նախիջևան լինի հաղորդակցման ուղի եւ այդտեղ Հայաստանի Հանրապետության ազդեցությունը զրոյացված է։ Հիմա որտեղ նշված է, որ անխոչոտոտ ճանապարհ, հիմա ձեր վերաբերմունքը այս փաստաթղթի հետ կապված։ Շատ հարց տվեցիք։ Նախ մեր կուսակցության դիրքորոշումը առաջնորդության Վարդան Ղուկասյանի հետևյալն է, որ մենք
դեմ ենք ռուսաստրուկներին, ամերիկաստրուկներին, եվրոպաստրուկներին։ Միանշանակ այդ ֆորմատով են գնալու։ Գիտեք, ցանկացած փաստաթուղթ, որը կարող է բերել իրական խաղաղության, պետք է ուսումնասիրել սառը գլխով, ոչ թե ծափերով կամ հայյանքով։ Բայց խաղաղությունը չի կարող լինել Հայաստանի հաշվին, Սյունիքի հաշվին, Արցախի մոռացության հաշվին կամ ժողովրդի թիկունքում։ Եթե Վաշինգտոնյան գործընթացը ամրացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, այո, պետք է աշխատել։ Եթե այն բացում է նոր դիտումների դուռ, դա մեր համար անընդունելի է։ Վերջերս հրապարակային Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ եթե այսպես ասած այդ Միջանցքով պետք է երթևեկեն առանց Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրության, առանց լիազոր մարմինների ներկայության, այդ դեպքում հարց բարձրացրեց։ Այդ դեպքում նաև Ադրբեջանի տարածքում նույն մոտեցումը պետք է լինի։ Այսինքն մեր դիրքորոշումը սա է բացառապես հավասար պայմանների արդյունքում միայն կարելի է քննարկել եւ ընդունել։ Ես չեմ խոսում այդ փաստաթղթի իրավական գործընթացի հետ կապված, վերցնում եմ ուղղակի որպես, ասեմ, հուշագիր, իրավաբանորեն ասենք հուշագիր, կամ թեկուզ նախնական փաստաթղթ, ինչպես գործող իշխանությունն է ասում, բայց մեր դիրքորոշումը դա ինչ որ ասեցի։ 25 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց եւս մեկ փաստաթուղթ նախաստորագրված խաղաղություն անվանումով։ Եվ այնտեղ 14 կետ կամ 17 կետ կա, որը որ նախաստորագրված է եւ պետք է հետագայում քննարկվի այդ ձեր դիրքորոշումը, այդ նախաստորագրված խաղաղության պայմանագրին ինչպիսին է։ Գիտեք, ես որպես իրավապաշտպան դեմ եմ պայմանական մի բան ասում են հակառական պայման պետք է ասեն, բայց ես ուզում եմ արձանագրեմ հետեւյալ կարևորագույն փաստը, որը նաև մեր ծրագրային դրույթի բաղկացիչ մասն է։ Հակառակ պարագայում մենք ունենալ ենք այն երկիրը, ինչ որ մինչև հիմա ունենք։ Գիտեք, խաղաղությունը պետք է լինի ուժեղ պետության ձեռքում։ Հին ռոմեական խոսք կար, ուժն է ծնում իրավունք, որը ինչ որտեղ նաև Նժդեհյան գաղափարախոսության հիմքում էր դրված, դրա մեջ կա իմաստ, դրա մեջ կա տրամաբանություն։ Այսինքն խաղաղությունը պետք է լինի ոչ միայն ուժեղ ձեռքերում եւ ոչ թե վախեցած իշխանության։ Գլխավորը պետք է ունենանք ամուր բանակ, փակված սահմանային ռիսկեր պետք է ունենանք, միջազգային երաշխիքներ պետք է ունենանք, դիվանագիտական հավասարակշռություն պետք է ունենանք, հետո միայն փաստաթուղթ։ Խաղաղությունը չեն խնդրում, խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են պետական արժանապատվության, օրենքով եւ ուժեղ բանակցային դիրքով։ Շատ հաճախ երբ նման այդպիսի առիթներով եւ նման հայտարարություն են կանում, ասում են, բայց ո՞նց։ Այդ ո՞նցի պատասխանը մենք ունենք այնքանով, որքանով արձանագրենք հետեւյալ կարևոր իրավանորմը, պետք է լինի օրենքի դիկտատուրա։ Ոչ ենք ասելու զորբաներին, ոչ ենք ասելու փողոցի արդարադատությանը, ընտրովի արդարադատությանը, եւ դուք տեսնեք ինչպիսի արևային Հայաստան է կառուցվելու։ Գանք հաջորդ հարցին։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ։ Արցախի հարցը բաց է, փակ է, կամ Արցախ հայերի վերադարձի հարցն է միայն բաց, իսկ Արցախի թեման առհասարակ ակտուալ չէ։ Դուք կուսակցությունը եզակի կուսակցությունը այս նախընտրական շակերտներով ասած քարոզ արշավում, հա, դա էլ առանձին թեմա է, ով բարձրաձայնել է, որ Արցախի էջը փակված չէ։ Ավելին, Վարդան Ղուկասյանը բազմիցս հարցադրում է արել այսօրվա գործող այս նախընտրական պայքարի ելած եւ նախկինների եւ ներկաների եւ մնացած քաղաքական միավորներ, ասել եմ, հայտարարում են, որ Արցախի էջը փակված չէ եւ Արցախին պետքա լինի Արցախում, պետքա բնակվի հին բնակավայրում։ Որևիցե մեկը մեր կուսակցությունից ներողություն բացառություն է նաև ԱԺԲ-ն, որովհետև ԱԺԲ-ն էլ ուղիղ կերպով հայտարարել է, որ Արցախը խոր հարգանք ԱԺԲ-ին, անկեղծ առաջի անգամ լսեցի, բայց այսպես ասած խաղացող կուսակցությունների վրանից չեք լսել։ Անկամ կուսակցություններ, որոնց որոշակի լիդերներ ծագումով Արցախից են։ Մեր համար Արցախի էջը փակված չէ, դա պաշտոնապես է հայտարարված, կա մեր ծրագրային դրույթում։ Վերջերս մի առիթով անկեղծ չեմ հիշում, որ այսպես ասած լրատվական ակումբում, այո, 4-5-6 կուսակցությունների ծրագրային դրույթների մեջ ակումբի վարողը պարոն Բաբուխյանն էր, հայտարարեց պաշտոնապես, որ միակ ուժը քաղաքական ուժը
դոկուսակցություններ, որ բավականին պարզ մատչելի ձևով ներկայացրել է, որ Արցախի էջը փակված չէ։ Դրա համար ես ինձ թույլ տվեցի, ասել որ մենակ մեր քաղաքականները, բայց ընդունեցի գիտություն, շատ խորը հարգանք տվյալ քաղաքական միավորին։ Մեզ իմիջիայլոց նաև հենց Արցախի հարցով մեր կուսակցությունը չեն գացել, որտեղ մեր ծրագրային դրույթում էլ ազգային հեղափոխություն կուսակցությունը, որը որ մարտական եղբայրություն միաբանության կողմից էր ստեղծվում, ծրագրում նշված էր, որ Արցախի հարցը փակ չէ, Արցախի հարցով մասնակից են եղել գերտերություններից 3-ը Յակոմիսկի խմբի ֆորմատով ու մենք այդ հարցին պետք է անդրադառնանք եւ հասկանում ենք, որ հարցը բնականաբար ունի ուժային լուծում։ Նայեք, մեզ ասում են, որ պատերազմի քարոզ է կանում։ Նայեք, եթե այսօրվա գործող իշխանության առաջի դեմքի դեմս պարոն Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ Արցախի թեմը փակ է, չնայած մեր ներպետական օրենքում համարության մեջ այդպիսի բան դուք չեք տեսնի, ես արդեն ենթադրում եմ, որ լիազոր մարմինը ռիսկեր է տեսել այդ հարցության վրա։ Ես կարծում եմ հունիսի 7-ից հետո հունիսի 7-ին մենք կարտանանք այլ Հայաստանում եւ եթե բացառապես այդ պատճառով է եղել, որ չի գրանցվել, միգուցե նաեւ պրոցեսուալ այլ պատճառներ էլ կան, վստահ եղեք, որ դա ոչ միայն լինել է օրակարգում, այլ նաեւ պետական ծրագրով է քարոզվելու, որ Արցախի թեման փակ չէ։ Գիտեք, Արցախի էջը ոչ ոք իրավունք չունի փակելու, ով ուզում ալնի։ Բարուղակ իմաստով ուզում ես իշխանություն եւ այլն, Արցախի թեմ ոչ մեկ իրավունք չունի փակելու։ Կարող են քարտեզերակից քաշել, կարող են փաստաթղթում անուն չտալ, բայց ժողովրդի հիշողությունը, տեղանված արցախցու իրավունքը, գերեզմանները, եկեղեցիները, տունը հայրենիքը չեն ջվում, կներեք ուզվեցի մի քիչ։ Արցախի հարցը փակված չէ, այն տեղափոխվել է իրավական, պատմական եւ ազգային պայքարի նոր փուլ։ Դա մեր քաղաքական միավոր դոկուսակցության գլխավոր սկզբունքներից մեկն է։ Եվ վերջին հարցը, հետևելով սոցհարցումներին, տարբեր կողմերից պատվիրված, մենք հասկանում ենք, որ հիմնական խաղացողները ֆավորիտ ուժերը։ Փաշինյանի ասած 3 գլխանի հրեշ եւ իրենց ուժը, հանրապետություն կուսակցության, բոլորը հիմնական քարոզում են խաղաղություն, իսկ մենք դա թարգմանաբար հասկանում ենք Ալիևի պահանջների կատարածում։ Ալիևի պահանջներից հերթականը սահմանադրության փոփոխությունն է։ Այսինքն Ալիևյան սահմանադրությունը պահանջում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ընդունի։ Հիմա առաջիկայում, եթե տեղի ունենան Ալիևի պահանջներով Հայաստանում սահմանադրական հարաքվե, ինչպիսին է դոկ կուսակցության դիրքորոշումը, բոյկոտելու է սահմանադրական հարաքվեն, ոչի կողմնակից է լինելու, համաձայնվելու է։ Շատ լավ։ Ես ավելի շատ հիմա որպես իրավապաշտպան, իրավագետ փորձեմ կարճ անդրադարձ անեմ եւ գնանք առաջ։ Նայեք, եթե սահմանադրությունը փոխում են հանուն պետության ամրացման, քննարկել է։ Բայց եթե փոխում են, որ արտաքին պահանջ կատարեն, պատմական հիշողությունը ջնջեն կամ իշխանության համար նոր խաղի կանոններ, գոնե մենք կատեգորիկ դեմ ենք։ Ես երկու բառով անդրադառնամ սահմանադրության եզրույթին։ Սահմանադրությունը կներեք մի հարց ճշտով, դեմ եք ոչի կողմնակից եք լինելու, թե դեմ եք բոյկոտելու եք։ Այս հիմա կշարունակեմ դա ավելի լուրջ ձևով։ Գիտեք, նախ ինչ է սահմանադրությունը։ Սահմանադրությունը այս բառը ինքը ասում է սահման դնել։ Ցավոք սրտի մինչ այսօր որ իշխանավոր եկել է, իր հակով սահմանադրություն է գծել։ Հետ կարող են գնալ շատ կարճ անդրադառնամ։ Եվ այս վերջի սահմանադրությունը, որ գործող իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի քննադատում էր, եկավ իշխանության իր հակով եղավ եւ այլևս չի քննադատում։ Սահմանադրությունը սահմանը դնում են իշխանավորի առաջ, ոչ թե քաղաքացու առաջ։ Հակառակ պարագը մենք ունենալ ենք այն Հայաստան, ինչը որ այսօր ունենք։ 90-ականներից սկսած, որ նախագահն եկավ, գործադիր մարմնի կամ ղեկավարը եկավ, իր իշխանիկներին, իրավագետ իշխանիկներին կանչեց, որպեսզի իր ռազմերով սահմանադրություն գրեն։ Ինչ անելու դոկուսակցությունը։ Իմիջիայլոց, բայց Սերժ Սարգսյանի հակով կարած կոստյումը Սերժ Սարգսյանի հակին չեղավ, մի շաբաթ կարողացավ հակնել։ Այ որ ասում ես կոպիտ բան չեմ ասի, բայց ասում եմ փոս փորողինքն անգնում փոսը դա եղավ։ Դուք մի հատ նայեք ինչ խայտարակ ընտրական օրենսգիր կա գրվել այդ իշխանության համար, իմ այս իշխանության քիմքին հակին է։ Դուք նայեք ինչ սահմանադրություն է գրել, որ գիտեք ոնց է իշխանություն դա գայթակղիչ բան է։
ոչ մեկ չունի երաշխիք, որ գալու է իշխանության, չի գայթակղվելու, ոչ ես, ոչ դուք, ոչ մյուսները։ Դրա համար անհրաժեշտ է հիմնական օրենք, ծանոթություն, բայց ծանոթությունը պետք է գրի ոչ թե իշխանավորի իրավաբանը, այլ պետք է գրի անկախ հանձնաժողովը։ Անկախ հանձնաժողովը հավաքում է, նա իշխանավոր չի։ Նա սահման է դնում իշխանավորի առաջ, որ իշխանավորը տիրակալից բռնակալ չդառնա։ Դա հանրայդ փաստ է։ Եվ մենք որթե գրել ենք, մենք փոխել ենք սահմանություն, ասեմ, բայց ոչ թե սահմանությունը ինչ որ խոսում է։ Նորից եմ ասում, ամսի հունիսի 8-ին մենք արթնանալու ենք այլ Հայաստանում։ Մեր նպատակը նա է, որպեսզի սկսենք նաև հիմնական օրենք գրելուց։ Եվ այդ սահմանադրությունը ես բազմիցս եմ բարձրացնել, լինելի է Պարուր Հայրիկյանի գրած սահմանադրության նախագիծը։ Սահմանադրություն, որը ցույց է տալիս, թե որ սահման անցնելուց հետո, որ իշխանիկը, չգիտեմ, գործադիր մարմնի ղեկավարը ինչ խնդիրներ է առաջականգնելու։ Եվ առանց այդ սահմանադրության թող ինչ-որ մեկը մոռանա, որ գալու է իշխանության եւ երկիրը սարքելու արևային Հայաստան։ Անհրաժեշտ է պարտադիր պայման սահմանադրություն, բայց ոչ թե հիմնական օրենքը, չեմ ուզում դրա մասին խոսամ, առանձին թեմա է, որի մասին այսօր ինչ-որ խոսում է։ Գումարած քիչ առաջ ասեցի, պարտադրված սահմանադրությունը դա նշանակում է մեղմ ասած կործանում, չեմ ուզում այլ բառամթերքով ասեմ։ Այսինքն ամփոփ եմ միտքս, այո, սահմանադրություն լինելի է Պարուր Հայրիկյանի գրած սահմանադրության նախագիծը, ես որպես իրավագետ եմ արդեն բարձրաձայնում, որ Պարուրի սահմանադրության արկայության դեպքում գրվել է 15-20 տարի առաջ։ Մենք ապրել ենք այլ Հայաստանում։ Ոչ միայն ապրել ենք այլ Հայաստանում, պաշտոնապես հայտարարում եմ, դա իմ կարծիքն է, միգուցե սուբյեկտիվ է, ոչ միայն այլ Հայաստանում, այլև պատերազմները, հարևան մելիքության, արտաքին բան եւ այլն, ուղղակի չէր լինելու։ Նայեք, հայը այլտեղ ամենաօրինապաշտ քաղաքացին է, հայը Հայաստանում ամենավատ քաղաքացին էր, համեմատում ես աշխարհի այդ բանի կանոնների, ստանդարտ կան։ Ինչի, որովհետեւ նորից եմ կրկնում, սա բանը ունենք ընտրովի արտահայտություն, փողոցի արտահայտություն, զորբաների ինստիտուտ։ Դուք նայեք այսօր, երբ անձախնդիր ունի օրենքի հետ, որպես կանոն իջնում է փողոց։ Ինչի է իջնում փողոցում լուծելու, որովհետև պետական լիազոր մարմինները չեն աշխատում, որտեղ ունենք հենց սահմանադրություն, որտեղ ձևավորվել է այն ինչը որ ունենք։ Ամփոփելով միտքս, մենք ջատագովն ենք օրենքի դիկտատուրայի հավասար բոլորի համար եւ իշխանավորը պետք է սկսի իրանից։ Դուք նայեք ընտրարշավը ոնց են բակից բակ թռնում շուտ ասելու պես ինչ որ ծրագրեր իրականացնում, մենք դրա կարիքը չունենք։ Մենք 5-6-7 տարվա ընթացքում Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ արվել է ավելի քան քանց թե արվել է պետական հիմնարկներում։ Քանց թե այսօր թողներվի քաղաքական մի շարք միավորումներ իրար գումարած չեն արել են կեսը ինչ որ արել է Վարդան Ղուկասյանը։ Մենք ծրագիրը պետք է ներկայացնի Բաքում, բացառապես այն կուսակցությունը, որ նոր է գրանցվել, որպես երիտասարդ կուսակցություն, պետք է գնա պայմանական պոտենցիալ ընտրողին ասի. Գիտես, ես ընդունում եմ այսօրվա իշխանության ծրագիրը շարունակել եմ։ Գիտես, ես չեմ ընդունում այս ծրագիրը, բայց այն քաղաքական ուժերը, ովքեր առավելևս այսօր իշխանական քաղաքական միավորը նորմալ երկրներում իշխանավորը քարոզի կարիքը չունի, որտեղ իր պետական լիազոր մարմիններով ինքը արդեն ցույց տված պետք է լինի թե ինչ որ ակապով։ Ավասիկ սա է վիճակը եւ օգտվելով եթե էլի հարց կա։ Այնուամենայնիվ եթե գնում ենք վատագույն սցենարով, այսինքն այս իշխանությունը կամ իրեն համարժական դիմությունը գնում է սահմանադրական հարաքվեի Ալիևի պարտադրած ձևով դոկ կուսակցությունը այո է ասելու, ոչ է ասելու, թե բոյկոտելու է։ Ասում եմ իմպերատիվ ընտրություններից հետո այս իշխող ուժը չի լինելու, որ ինչ որ գնայ սահմանադրությունների փոփոխության։ Ինչ վերաբերում է տիարիսկի պայմանական, եթե վերցնում ենք, որ պետքա այս իշխանությունը լինի եւ սահմանադրության այսպես ասած նախագիծը ներկայացնի, որոնք են պատասխանները։ Այո, ոչ եւ բոյկոտը։ Առաջի տարբերակը միանշանակ հանվեց, դրա մասին խոսք չկա։ Ոչ եւ բոյկոտը ես կարծում եմ պետքա դնել քննարկել հասկանալի, բայց երկու տարբերակն էլ չէ, ոչը չէ բոյկոտը։ Բոյկոտը բացառապես բոյկոտը եւ ինչու՞ չէ նաեւ դիմադրության իրավունքի ուժով օրենքով սահմանված եւ չարգելված գործողությունները։ Այսինքն եթե այն ինչ որ իրականության մեջ կա, որ գրում են այդ հիմնական օրենքը, որ պետքա առաքելական եկեղեցու դեր նշանակությունն է հանվում, անկախության հռչակագիրը, որը հիմնական օրենքի բաղկացիչ մասն է հանվում,
Այդ դեպքում ես կարծիքս միգուցե կարա մի քիչ առաջնային լինի, բայց իմ համար գույնը միգուցե սուբյեկտիվ է կուսակցության համար, բայց իմպերատիվ եմ ասում, պետք է ոչ միայն բոյկոտել, այլ դրա որոշակի օրենքով չարգելված գործառույթներ իրականացնել։ Դա վերջն է, վերջին քիչն աղնելու դա։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Բաղդասարյան։ Հաջող տարի շաբաթ։